Ծափերով, դափնիներով ու երգերաշտությամբ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, Աշոց Քամենքի ղեկավար Կարեն Մանուկյանն ու մարզասերները դիմավորել են Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած ծանրամարտի 2026 թվականի Եվրոպայի առաջնության մրցումներից վերադարձած հայ ծանրորդներին։ Հայաստանի տղամարդկանց ու կանանց հավաքականներում ընդգրկված 16 մարզիկներից 9 Շիրակի մարզից են։ Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 24 մեդալ, 9 ոսկի, 8 արծաթ և 7 բրոնզե։ Այս հաջողության զգալի մասն ապահովել են հենց գյումրեցի մարզիկները, իրենց հաշվին գրանցելով 18 մեդալ, որոնցից 8-ը ոսկե։ Առաջին չեմպիոնությունների մեծահասակների հարթակում շատ ուրախ եմ։ Չեմ կարող էլի բացատրել իմ զգացողությունները։ Չեմպիոնության համար են գնում երրորդմոտեցան համար, որպեսզի չեմպիոն դառնայի, ճիշտ է չէի բարձրացրել, բայց ստացվեց ինձ մոտ եւ բարձրացեցի այդ կիլոգրամը եւ երիտասարդներն ռեկորդ սահմանեցի։ Լավ էր, մեր բոլորի մարզավիճակն շատ լավ է եղել։ Ստացվավ այնպես, ինչքան որ ստացվել է, էլի։ Ես ամենայն դեպս շատ ուրախ եմ, որ չկարողացա մեդալներով վերադառնալ հայրենիք։ Շիրակի մարզպետը կարևորում է նման ջերմ ընդունելությունը, ընդգծելով, որ բարձր պատվոհարթակում Հայաստանի դրոշը ծածանած մարզիկները պետք է զգան բարձր գնահատանքը հենց հայրենիք վերադառնալիս։ Բնականաբար հպարտ ենք բոլորս, բայց մենք շիրակցիներս, գյումրեցիներս կրկնակի ենք հպարտ, որովհետև այդ 24 մեդալներից 18-ը Գյումրի է եկել, Շիրակի մարզ է եկել եւ մեր ոսկե մեդալները եւս գյումրեցիներ են ու ընդհանուր առմամբ մեր բոլոր երիտասարդները հզոր են, շատ ուժեղ են ու աշխարհին ասելիք ունեն ու ասում են ու շարունակելու են ասել։ Շիրակի մարզը ներկայացնող մարզիկներից Էմմա Պողոսյանը, Գարիկ Կարապետյանը եւ Արազդատ Լալայանը հռչակվել են Եվրոպայի չեմպիոններ, փոխչեմպիոնի կոչմանն են արժանացել Գառնիկ Չոլակյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը եւ Արա Աղանյանը։ Աննա Ամրոյանը եւս հաջողություն է գրանցել ոսկե մեդալ նվաճելով հրում վարժաձևում։ Ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականի արդյունքները գնահատվում են բարձր։ Արդյունքներից գոհ ենք, մասնակցությունը բավարար, երկու թիմերը հնարավորություն ունեն հաղթելու, տղամարդկանց հավաքականը թիմային հաշվարկում առաջինն էր, կանանց հավաքականը զիջեց 20 միավորով Ուկրաինայի եւ Թուրքիայի հավաքականներին։ Ընդհանուր առմամբ մեդալների առումով շատ գոհ ենք։ Անցած տարվա համեմատ քաշային կարգերի նվազում է տեղի ունեցել, բայց մեդալների քանակով չեն զիջում եւ կարևորը այն է, որ անցած տարվա 2 ոսկին արդեն այսօր ունենք 3 Եվրոպայի չեմպիոն։ Հատկանշական է, որ հավաքական թիմերի գլխավոր մարզիչներն էլ Շիրակի մարզից են՝ Հակոբ Փիլոսյանը եւ Արտաշես Ներսիսյանը։ Աճող հաջողություններին զուգահեռ շարունակում են առկա մնալ մարզադպրոցների անբարեկարգ լինելու խնդիրը։ Մեր կառավարության դիրքորոշումն է, որ մենք 26-31 թվականին 100-ից ավել մարզադպրոցներ հիմնանորոգվելու են եւ նոր կույկերով համալրվելու են, ոնց որ մենք անում ենք մեր դպրոցներն ու մանկապարտեզները։ Մարզպետի խոսքով Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցից հետո Գյումրին պետք է ունենա նաև Վարազդատ Լալայանի անվան մարզադպրոց։ Աստղիկ Խաչատրյան, Մարտին Գևորգյան, այսօր։ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Երվանդ Վարոսյանի նախաձեռնությամբ ավելի քան 10 տարի իրականացնում է մենակատարների շքերթ մրցույթ փառատոնը, որը մեկնարկեց նաեւ այս տարի դառնալով երիտասարդ երաժիշտների բացահայտման ու խրախուսման կարևոր հարթակ։ Գաղափարի կարևորությունը չի վրիպել նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աչքից։ Ծրագիրն այս տարի իրականացվում է նախարարության ֆինանսավորմամբ։ Ակնկալում ենք, որ այն փոքրիկը, որ բեմ է բարձրանալու այսօր, փուլերը հաղթահարելուց հետո կունենա հնարավորություն նվագախմբի հետ մեծ բեմերում, արդեն 2 բեմ Գյումրիում եւ հուսանք նաև Դիլիջանում կունենանք շատ գեղեցիկ համերգային ծրագիր։ Մշակույթի նախարարությունը հավանություն տվեց մեր ծրագրին եւ մենք փորձեցինք ավելի մեծ ֆորմատով լսումներ կազմակերպել բոլոր դպրոցներից 4 անվանակարգ
դաշնակահարներ, դաշնամուրային բաժին, լարային բաժին, ջութագարներ, թավջութագարներ, ակադեմիական երգեցողություն եւ փողային բաժին։ Փառատոնի մեկնարկային օրը բեմ բարձրացան տարբեր երաժշտական դպրոցների սաները։ Երիտասարդ կատարողները ներկայացրին իրենց հմտությունները, իսկ մասնագիտական ժյուրին գնահատեց նրանց ելույթները։ Ծրագրի հեղինակների համոզմամբ այս փառատոնը պատանի երաժիշտների համար առաջին մեծ փորձությունն է, առաջին լուրջ բեմը եւ սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես գալու բացառիկ հնարավորություն։ Տարիների ընթացքում մենակատարների շքերթը արդեն տվել է իր արդյունքները։ Նախկին մասնակիցներից մի քանիսն այսօր արդեն համալրում են Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի շարքերը։ Ես ուղղակի չեմ հիշում առաջի շքերթի երբ է եղել, բայց հիշում եմ, որ շքերթի մասնագիծ երեխաներից այժմ նստած սիմֆոնիկ նվագախմբում նվագում են։ Կարող եմ նույնիսկ հիշեմ Անահիտ Զաքարյան, Ազատ Հարությունյան, այո, աշակերտի տաղանդը հնարավորություն տվեցինք եւ ինչ որտեղ նաեւ ստացանք արդյունքը։ Այսինքն աշակերտը այդ կատարողը այժմ համալրել է սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների շարքեր։ Նվագախմբի տնօրեն Սոնա Հովհաննիսյանի խոսքով ծրագիրը կարևոր է ոչ միայն մրցութային տեսանկյունից, այլ նաև մասնագիտական կողմնորոշման համար։ Երբ երեխան բեմ է բարձրանում նվագախմբի հետ, ավելի վստահ է պատկերացնում իր ապական երաժշտարվեստում։ Կրթություն, երաժշտական դպրոց, այդ գեղագիտական դաստիարակությունը, որ տալիս է երաժշտությունը։ Բացի այդ, երեխան նաև կհասկանա, որ երաժշտությունը նաև հետագայում իր մասնագիտությունն է եւ այդ մասնագիտությունը կկարողանա մեծ բեմեր, մեծ նվագախմբեր համատեղել եւ ունենալ շատ գեղեցիկ համերգային ծրագիր։ Լսումների ընթացքին հետևում է նաև ոլորտի հեղինակավոր մասնագետներից կազմված ժյուրին։ Նրանց թվում է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ դիրիժոր Ռուբեն Ասատրյանը, ով նման նախաձեռնությունները կարևորում է սերունդների մեջ կապ ստեղծելու տեսանկյունից։ Շատ կարևոր է սերունդակապ ստեղծելը եւ սերունդակապ մենք արդեն կյանքի փորձ անցած երաժիշտներս պիտի ստեղծենք այս ելույթները, այս մրցույթները, որ իրականացնում են, մենք ի հայտ ենք բերում, թե ինչ սերունդ է գալիս ապագայում մեզ փոխարինելու։ Լսումների փուլը կշարունակվի մինչև ապրիլի 30-ը, լավագույն մասնակիցները հնարավորություն կստանան հանդես գալ գալա համերգում, արդեն Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Այն աշխատանքը, որ նվագախումբը պիտի տանի երեխաների հետ, բավականին լուրջ աշխատանք է եւ մենք արդեն կարող ենք ամուր հիմքի վրա կանգնելով ասենք, որ այս ծրագիրը կունենա շարունակություն, եթե իհարկե կա նաև պետական հոգացություն։ Մենակատարների շքերթը տարիների ընթացքում դարձել է քաղաքի մշակութային կյանքի սպասված իրադարձություններից մեկը, նոր անուններ բացահայտելու եւ դասական արվեստի նկատմամբ սեր ձևավորելու կարևոր առաքելությամբ։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանիսյան, այսօր։ Բարի միջազգային օրվան ընթառաջ Գյումրու պետական դրամատիկական թատրոնի բեմին Հայաստանի ազգային պարարվեստի միության Շիրակի մարզային մասնաճյուղի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Պարատուն 2026 մեծ փառատոնը նվիրված հայ պարարվեստի ականավոր գործիչ Թաթուլ Ալթունյանի անվան երգի բարի պետական անսամբլի մենակատար Կարլեն Մադոյանի ծննդյան 95-ամյակին։ Մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Կասպարյանի խոսքով այս փառատոնը ավանդույթ է, որի շրջանակում անհնար էր այս անգամ չանդրադառնալ վարպետին։ Մեր մեծերին մեծարենք, ներկայացնենք, որպեսզի քալիք սերունդը տեսնի, թե ովքեր կան մեր քաղաքում, ինչ մասնագետներ են ունեցել եւ ինչ սերունդներ են շարունակում։ Կարլեն Մադոյանը Գյումրու պարարվեստի ամենավառ դեմքերից էր։ Նա ստեղծել է Անի պարախումբը, երկար տարիներ ծառայել ազգային պարարվեստին, աշխատել տարբեր ստեղծագործական խմբերում եւ իր ձեռագիրն է թողել բազմաթիվ բեմադրություններում։ Պարարվեստի դպրոցի տնօրեն Լիլի Կասպարյանի խոսքով նման նախաձեռնությունները կարևոր հնարավորություն են նոր սերնդին ներկայացնելու հայ պարարվեստի մեծերին։ Ի հպարտություն եւ ուրախություն մեծ հայությանս, այսօր հայ պարարվեստն ունի այն անվանի դեմքերն ու անունները, ում կարելի է հիշատակել, ում կարելի է հիշել, ովքեր իրենց մեծ ավանդն ու ներդրումն են ունեցել հայ պարարվեստի զարգացման գործում։ Եվ այդ անուններից կա նաև գյումրեցի անուն, անունների կողքին, եւ նրանցից մեկը դա Կարլեն Մադոյանն է։ Ես ինքս չեմ եղել իր սանը, ես եղել եմ իր դստեր, Անուշ Մադոյանի սանը, եւ կարելի ասել ես էլ եմ անցել այն ճանապարհով, այն փորձով, ինչ Կարլեն Մադոյանը սերմանել է իր դստեր մեջ։
Կարլեն Մադոյանի մարդկային նկարագիրն ու համեստ բնավորությունը լավագույնս վկայում է նրա դուստրը Անուշ Մադոյանը, ով նաև իր հոր գործի շարունակողն է ու ապրում է սկսած 3 տարեկանից։ Ասի Շաբոյանի խմբում միասին են աշխատել, մեր մի սովորություն, երբ որ բեմ էին հրավիրում իրեն, շատ բեմադրություններ էր կատարում, ասում էր թող վարպետս դուրս գա։ Ես հպարտանում եմ, որ իմ հայրը շատ համեստ անձնավորություն էր եւ ոչ փառասեր։ Բեմում մեկը մյուսին հաջորդում էին հայկական ազգային, ժողովրդական ու ժամանակակից պարային կատարումները։ Մասնակցում էին ընդհանուր 18 խմբեր Հայաստանի ու մարզի տարբեր կողմերից շուրջ 650 մասնակիցներով։ Բարդ էր, բայց կազմակերպիչներին հաջողվել էր նաև մեկ միջավայրում համախմբել Մադոյանի այն սաներին, ովքեր իրենց վարպետի գործը տարածում են ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Եվ այսօր, որ ես հանդիսանում եմ ղեկավար հայ պարերի Ռուսաստանում, ինձ շատ օգնում է մեծն Կարլեն Մադոյանը, ինչ փոխանցել է ինձ, նույնիսկ համեստության տիպարը, իր աչքերը, իր նիստուկացը, իր խոսելու ձևը եւ համբերատարությունը։ Կազմակերպիչները առանձնահատուկ ջերմությամբ են խոսում վարպետի մարդկային կերպարի մասին։ Ասում են երբեք չի ձգտել փառքի, միշտ նախընտրել է աշխատել լուռ, բայց մեծ նվիրումով։ Թողել է հետ բարօրեստում, գումարվա բարօրեստում։ Մենք շատ մտերիմ ենք եղել, մարդ մեծատառով։ Հայաստանի ազգային պարարվեստի միությունը իտեմս նախագահ Կարեն Գևորգյանի եւ Շիրակի մարզային պատասխանատու Սամվել Կասպարյանի ամեն ինչ անում է, որ մեր վաստակաշատ դեմքերին, պարարվեստի անվանի գործիչներին մենք չմոռանանք, սենուհները ծանոթանան նրանց հետ։ Միջոցառման ավարտին փառատոնի մասնակից պարախմբերի ղեկավարները պարգևատրվեցին Կարլեն Մադոյանի 95 ոսկե հուշամեդալով, իսկ պարուսույցներն ու մասնակիցները պատվոգրերով։ Հուշամեդալներ ստացան նաև Կարլեն Մադոյանի սաները։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։ Հայաստանի ողջ տարածքում տեղադրված EasyPay վճարային տերմինալները շարունակում են մնալ ֆինանսական գործարքներ կատարելու արագ եւ պաշտպանված միջոց։ Այսօր արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր վճարային տերմինալներում, այդ թվում EasyPay վճարային տերմինալներում ներդրվել է նույնականացման միասնական համակարգ, որը կիրառվում է մի շարք ֆինանսական գործարքների իրականացման ժամանակ։ Մասնավորապես նույնականացումը պարտադիր է ավանդների, քարտերի եւ հաշվեհամարների համալրման դեպքում։ Նոր կարգավորումը ներդրվել է Կենտրոնական բանկի պահանջներին համապատասխան, նպատակ ունենալով բարձրացնել գործարքների անվտանգության մակարդակը եւ ապահովել օգտատերերի ֆինանսական միջոցների պաշտպանությունը։ Միևնույն ժամանակ պահպանվել է նաեւ ծառայությունների հարմարավետությունը, օրինակ վարկերի մարումների դեպքում նույնականացում չի պահանջվում, ինչը թույլ է տալիս օգտատերերին շարունակել օգտվել արագ եւ պարզ վճարումների հնարավորությունից։ EasyPay վճարային տերմինալներում նույնականացման գործընթացը կազմակերպված է առավելագույնս պարզ եւ հասկանալի ձևով։ Օգտատերերին առաջարկվում է երկու տարբերակ՝ Easy Wallet հավելվածի կամ eMID համակարգի միջոցով։ Easy Wallet համակարգի դեպքում անհրաժեշտ է պարզապես մուտք գործել հավելված, սկանավորել տերմինալի էկրանին ցուցադրված QR կոդը եւ հաստատել գործողությունը, իսկ eMID-ով նույնականանալու համար պետք է մուտքագրել համապատասխան հեռախոսահամարը եւ բջջային սարքում բացված պատուհանում լրացնել eMID PIN կոդը։ Կարևոր է նաև նշել, որ նույնականացման ընթացքում փոխանցվող տվյալները հասանելի են միայն համապատասխան համակարգերին եւ մշակվում են գործող օրենսդրության ու տվյալների պաշտպանության պահանջներին համապատասխան։ Այսպիսով EasyPay-ը համադրում է տեխնոլոգիական նորարարությունն ու հուսալիությունը, առաջարկելով իր օգտատերերին անվտանգ, արագ եւ ժամանակակից վճարային լուծումներ։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ ունեցել է աշխատանքային քննարկում, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Հիմնականում ես ճիշտ եմ չհասկանում, որ կենսաչափական անձնագրեր եւ կենսաչափական նույնականացման քարտեր ենք թողարկելու նոր նմուշի կենսաչափական անձնագրեր եւ նույնականացման քարտեր, որոնք 26 թվականի աշնանից արդեն կլինեն հասանելի եւ շրջանառության մեջ եւ նրանք ինչ ենք մենք որոշել
Նախկինում էլ մենք ունեինք կենսաչափական անձնագրեր եւ նույնականացման քարտեր, որն էր հիմնական պատճառը, որ մենք նոր համակարգ ենք ներդրում։ Մեծարգո վարչապետ, այո, մեր նպատակը կենսաչափական նոր անձնագիր եւ նույնականացման քարտ տրամադրելն է մեր քաղաքացիներին։ Ինչու ենք մենք նոր համակարգներ դնում, որովհետեւ այն ենթակառուցվածքը, որը օրինակ 2022 թվականին հասանելի է եղել Հայաստանի Հանրապետությունում, առհասարակ որևէ աղերս չունի միջազգային ստանդարտի հետ, եւ մեր նպատակն է քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ICAO-ի 9303 ստանդարտին համապատասխան նոր փաստաթղթեր տրամադրել մեր քաղաքացիներին։ Սա նշանակում է, որ նորագույն տեխնոլոգիաներին համապատասխան են փաստաթղթերը, սահմաններին փոխճանաչելի փաստաթղթերի մասին ենք խոսում, որպեսզի մեր քաղաքացիները շատ ավելի արժանապատիվ կարողանան ճանապարհորդել։ Եվ հենց այս նպատակադրմամբ էր, որ մենք սկսեցինք բավական երկար գործընթաց կենսաչափական համակարգի ներդրման, շուկայի ուսումնասիրություն ենք իրականացրել եւ ի վերջո անցյալ տարի ապրիլին կնքել ենք պայմանագիր մասնավոր գործընկերոջ հետ եւ սկսել ենք ներդրումների փուլը, բավական երկար գործընթաց ենք սկսել ենթակառուցվածքից մինչեւ դիզայնի աշխատանքներ եւ ենթակառուցվածքն այս պայծրությամբ ընթացքի մեջ է գտնվում, այսինքն ձևավորում ենք տվյալների կենտրոն, որը հենց պիտի ապահովի ICAO-ի բարձր համապատասխանությունը այս տեսանկյունից, այս պայն նաեւ ICAO-ի հետ հուշագիր ենք կնքում որպես այդպեսին, որպեսզի կարողանանք մեր տվյալները ընթերնելի եւ հասանելի դարձնել նաեւ գործընկեր պետությունների համար, ընդհանուր օգտագործման ենթակա։ Պետք է փաստեմ, որ առաջին եւ ամենակարևոր չափանիշը հենց այն է, որ անձը հաստատող փաստաթուղթը համապատասխան է լինելու միջազգային այս բարձր ստանդարտին եւ մեր բոլոր լուծումները հենց այս տրամաբանության մեջ են նախատեսված։ Եվ սա կարևոր է նաև Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացը ավարտին հասցնելու, որպեսզի մեր քաղաքացիները գործնականում առանց վիզայի կարողանան դեպի Եվրամիության երկրներ ճամփորդել։ Միանշանակ, պարոն վարչապետ, եւ սա գործողությունների ծրագրի ուղիղ պահանջն է, կարելի է այսպես ձևակերպել, որովհետեւ երբ որ խոսում ենք անձի ինքնության մասին, շատ կարեւոր է, որ պետությունը տա ճշգրիտ ստանդարտ այս առումով եւ Եվրոպական միության երկրներն էլ վստահ լինեն, որ Հայաստանի թողարկած միջազգային չափանիշներին համապատասխան փաստաթղթերը դրանք հուսալի են, արժանահավատ են եւ իրենք որևէ խնդիր չունեն մեր քաղաքացիների հետ հարաբերակցվել։ Ես առաջարկում եմ հետեւյալը, քանի որ այդ թեմաներով մենք դեռ խոսել ենք եւ ելի կխոսենք, եւ այսինքն տարբեր ամբիոններից խոսելու առիթներ կունենանք, ես առաջարկում եմ, որ մենք հիմա կենտրոնանանք վիզուալ մասի վրա, որպեսզի մեր քաղաքացիները նաև վիզուալ տեսնեն, թե մեր անձնագրերը ինչ փոփոխությունների են ենթարկվելու, եւ այդ տրամաբանությամբ առաջարկում եմ, որ թերթենք եւ ներկայացնենք անձնագրի նոր դիզայնը։ Իհարկե առաջին փոփոխությունը գույնի փոփոխությունն է։ Իհարկե մենք մեր դրոշի վրա 3 գույն ունենք՝ կարմիր, կապույտ եւ ծիրանագույն։ Եվ մենք որոշել ենք նաև, որպեսզի կենսաչափական անձնագիրը կարմիր երանգ ունենա, որը նաև մեր ուսումնասիրությամբ միջազգայինորեն ամենաշատ տարածված երանգներից է, սկզբունքորեն կարմիր կապույտը ամենատարածվածներն են։ Տվյալ դեպքում մենք նաև փոփոխությունը ավելի տեսանելի դարձնելու համար, որովհետև հին նմուշի անձնագրերն էլ դեռ որոշ ժամանակ առնվազն շրջանառվելու են, որպեսզի տարբերությունը շատ ակնառու լինի, դրա համար որոշեցինք փոխել գույնը, ընդհանուր պատկերը այսպիսին է, շատ բան մեր պատկերում կարծում եմ առաջին էջում չի փոխվել, հին նմուշի կենսաչափական անձնագրերում էլ այս նշանը կա, կենսաչափականի նշանը, եւ այդտեղ ոչ մի բան չի փոխվել։ 2017 թվականի համեմատությամբ 2025 թվականին արձանագրված արդյունքներով գիտության ֆինանսավորումն ավելացրել ենք շուրջ 2.8 անգամ, 185%-ով։ Գիտության ոլորտում նաև աշխատավարձերի բարձրացում է տեղի ունեցել ընդհուպ 300%-ով եւ ավելի։ Այս մասին Գիտությունների ազգային ակադեմիայում գիտական հանրության հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ խոսեց նրա մասին, որ գիտական սարքերը ամբողջ ծավալով չեն օգտագործվում։ Այդ խնդրի հետ իհարկե մենք առնչվում ենք նաև դպրոցներում, տարբեր ոլորտներում եւ նաև օրինակ դպրոցներ այցելելիս ես նկատում եմ, որ մեր բազմաթիվ լաբորատոր սարքերը արկղից առաջին անգամ դուրս են գալիս իմ այցի առիթով եւ չնայած դպրոցը ամիսներով գործում է։ Հազար ներողություն այս բան համեմատության համար, այտենց հիգիենիկ ոլորտ մտնելու համար, բայց ես բազմաթիվ տեղեր նկատում եմ, մենք հիմա մարզադահլիճներում բոլոր լոգարաններ, ցնցողներ ենք նաև ներառում, որպեսզի երեխաները ֆիզկուլտուրայի դասից հետո
սպորտով զբաղվելուց հետո նաև օգտագործեն։ Ես տեսնում եմ տասնյակ դպրոցներում, չնայած մի տարով բացված դպրոցներ կան, բայց այդ ցնցուղները եւ լաբորատոր սարքերը շատ հաճախ տեսնում եմ, որ կամ չեն օգտագործվում, կամ տեսնում էի, որ կամ չեն օգտագործվում, կամ բավարար չափով չեն օգտագործվում։ Սկզբնական շրջանում ես դրանից շատ սրտնեղում էի, ընդհանուր նյարդայնանում էի, բայց հետո հասկացա, որ մենք պետքա իրավիճակին ավելի ամբողջական մոտենանք։ Ի վերջո մարդը մենք բոլորս ապրել ենք մի կյանքի շրջափուլով, մի ռուտինով, որտեղ այդ լաբորատորիաները չեն եղել, որտեղ այդ ցնցուղները չեն եղել, որտեղ այդ ամեն ինչը չի եղել, եւ մենք նոր ռուտին պետք է ստեղծենք կյանքի։ Եվ դրա համար պետք է նաև առանձնահատուկ միջոցներ կիրառենք։ Ես ինչու եմ խոսում 3D պրինտերնի պատմությունը աշակերտի եւ ուսուցչի կողմից լսելու մասին, որովհետեւ եթե մարդիկ պատկերացնեն, որ դա այդ process-ը մի ապագայում ինչ-որ կետի կարող է մարդկանց կյանքի հետ փրկել, իրենց մոտիվացիաները եւ ուսուցիչների, եւ աշակերտների, եւ ընդհանրապես դպրոցի կուժեղանան, որովհետեւ մեր փորձը ինչա ցույց տալիս, մեր փորձը ցույց է տալիս եւ այնինչ այսօր այստեղ լսեցին, առանց առաջնորդության չի լինում, բայց առաջնորդել չի նշանակում պարտադիր ունենալ բարձր պաշտոն։ Կարող է մի տեղում այդ առաջնորդությունը ստանձնել աշակերտը, մյուս դեպքում ուսուցիչը, երրորդ դեպքում ծնողը եւ ծնողների խումբը, ովքեր իրենց էներգիայով եւ իրենց առաջնորդությամբ կարող են process-ներ հարուցել։ Այո, փաստը այն է, որ 2017 թվականի համեմատ մենք 2025 թվականի արդեն արձանագրված արդյունքներով գիտության ֆինանսավորումը ավելացրել ենք շուրջ 2.8 անգամ 185%-ով մենք ավելացրել ենք ֆինանսավորումը եւ նաեւ գիտության ոլորտում աշխատավարձերի էական բարձրացում է տեղի ունեցել ընդհանուր մինչև 300% եւ ավելի, բայց նաեւ ձեր նշած հանգամանքը եւ այդ հանգամանքի ընկալումն է եղել պատճառը, երբ որ խոսում էր գիտական սարքերի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ խոսեց որակավորման հետ կապված խնդիրների մասին եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ դրա համար, որովհետեւ երբ որ դուք խոսում եք մեր գլուխ գովալու մոտեցման եւ որակավորման հետ կապված խնդիրների մասին, ես մտածում էի գուցե սխալվում եմ, բայց գոնե ես գիտությունների ազգային ակադեմիայի շենքում առաջին անգամ եմ նման ձևակերպումներով ելույթ լսում Էլի եմ ասում ամենայն հարգանքով գուցե բաց եմ թողել։ Ես նկատի ունեմ ես գոնե առաջին անգամ եմ լսում եւ սա շատ կարեւոր փոփոխություն է եւ որովհետեւ առաջինը մեր մտածողությունը եւ լեզվամտածողությունը պետք է փոխվի եւ այս առումով նաեւ պիտի խոստովանեմ, որ ելույթներում իմ ականջը ծակում է, երբ որ ասում եմ, որ կառավարությունը աջակցում է գիտությանը։ Դասին ինչպես կրկնուսույցի մոտ լուսակնի միջնակարգ դպրոցում դասարաններում աշակերտների թիվը քիչ է, ուսուցիչը 45 րոպեում հասցնում է ոչ միայն մատուցել նոր նյութը, այլև անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուրին։ Առաջ գրքով էինք անում, շատ չէինք հասկանում, բայց հիմա արդեն հասկանում ենք, որ փորձեր ենք անում։ Գրքում տեսածը գործնականում ամրապնդելու, նույնիսկ բարդ թվացող քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն առարկաները հասկանալու հնարավորություն 1 տարի է, որ ստեղծվել է։ Գյուղի նորակառույց դպրոցը համալրվել է ժամանակակից լաբորատոր սարք-սարքավորումներով, փորձերի համար անհրաժեշտ նյութերով։ Ինչը ինձ պետք է լինում, ես գալիս եմ այստեղից նախորդ վերցնում եմ, նախորդ պլանավորում եմ։ Դպրոցում դասավանդում է եւ քիմիա եւ կենսաբանություն, անցած ամռանն է մասնակցել նախարարության վերապատրաստման ծրագրին, ծանոթացել սարքերին, որոնց նախկինում չէր տիրապետում։ Ասում է հիմա դասերը շատ ավելի արդյունավետ են, հետաքրքիր։ Հետաքրքրությունը բնականաբար ավելի է մեծացել, իրենց ցանկությամբ ցանկանում են, որ համարյա թե ամեն ինչ իրենք անեն։ Դպրոցն այս պահին 36 աշակերտ ունի, այն առաջիններից էր, որ ընդգրկվեց կառավարության 300 դպրոց ծրագրում։ Դասերն այստեղ նախկինում երկհարկ անհարմար շինությունում էին, մինչև 8-րդ դասարան։ Նոր մոդուլային շենքը կառուցվեց ավելի քան կես միլիարդ դրամով, նախատեսված է մինչև 100 աշակերտի համար։ Մարդիկ ստիպված էին ընտանիքներով գյուղից հեռանալ, որպեսզի կարողանան ապահովել երեխաների կրթությունը։ Հիմա, քանի որ ունենք եւ միջնակարգ եւ այսպիսի շենքային հրաշալի պայմաններ, սա նպաստեց, որպեսզի գյուղից ընտանիքներ չհեռանան։
Հիմա գյուղում նաև ներգաղթի են սպասում։ Լուսակն ընդգրկվել է կառավարության 16 միլիոնով տուն կառուցելու ծրագրում։ Պարտադիր պայման է, որ ընտանիքում անչափահաս լինի, որն անպայման կսովորի նորակառույց դպրոցում։ Ունեն 3-4 տղազավակներ, ովքեր արդեն ընտանիքներ են կազմել եւ ստիպված են առանձնանալու, այդպիսի ընտանիքներ ունենք եւ իրենք էլ արդեն շահագրգռվածություն ունեն մասնակցելու այդ ծրագրով բնակարան ունենալու հարցում։ Լաբորատորիաների գույքային հագեցվածության համար կառավարությունը մոտ 12 միլիոն դրամ է ներդրել։ Սարքերը, որ այլ դպրոցներում ցուցադրական են խմբային աշխատանքների համար, այստեղ հերիքում են բոլորին։ Ամենաշատ դասարան, որ ունենք, դա 8-րդ դասարանն է, որտեղ 5 աշակերտ են, 5 համակարգիչներ ունենք, բավականացնում է։ Առաջին անգամ գյուղի պատմության մեջ Լուսակնում նաև նախակրթարան է գործում։ 5 տարեկան 2 անուն են, երբևէ մանկապարտեզ չեն ունեցել ու արդեն դիմել են նախարարություն, որ եւս մեկ խումբ բացեն 3-ից բարձր երեխաների համար։ Գյուղում այդ տարիքի 9 փոքրիկ կա։ Նրանց ծնողները սպասում են դրական որոշման։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը հայտարարել է, որ Իսրայելը ամերիկյան գործողությունների արդյունքում Իրանը սպառել է հրթիռային ներուժի մոտավորապես կեսը։ Մարկո Ռուբիոյի խոսքով Իսլամական Հանրապետությունը զրկվել է նաև արտադրական կարողություններից։ Նա կարծիք է հայտնել, որ Թեհրանն այժմ փորձում է ժամանակ շահել բանակցություններում։ Պետքարտուղարը նշել է, որ իրանցիները փորձառու եւ հմուտ բանակցողներ են, ուստի Վաշինգտոնը պետք է չափազանց զգույշ գործի։ Ցանկացած հնարավոր համաձայնագիր պետք է երաշխավորի, որ Իրանը միջուկային զենք չի ունենալու, հավելել է Ռուբիոն։ Սպիտակ տունն էլ կրկնել է, որ ամերիկյան կողմն ունի բոլոր խաղաքարտերը եւ կընդունի միայն այնպիսի գործարք, որը կբխի ամերիկացիների շահերից։ Իրանից արձագանքում են, բանակցությունների հարցն օրակարգում է։ Արտգործնախարար Աբբաս Արաղչին պնդել է, որ Դոնալդ Թրամփն է խնդրում բանակցություններ անցկացնել։ Նրա խոսքով ԱՄՆ-ին չի հաջողվել հասնել իր նպատակներին։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ չնայած հայտարարված հրադադարին ապրիլի 27-ին երկրի հարավում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, վիրավորվել ավելի քան 50-ը։ Էսկալացիայի նոր ալիքի ֆոնին Լիբանանում զոհերի ընդհանուր թիվը հատում է 2500-ը։ Ցահալի տվյալով Լիբանանի հարավում ռազմական գործողությունների արդյունքում չեզոքացրել են Հեզբոլահի շուրջ 1000 թիրախ եւ հարյուրավոր զենք զինամթերք։ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Հեզբոլահի առաջնորդ Նաիմ Քասեմը կրակի հետ է խաղում եւ այդ կրակը կարող է վտանգել Լիբանանի ապագան։ Իսրայել կացը Լիբանանում ՄԱԿ-ի բանագնացի հետ հանդիպմանը նախազգուշացրել է, թույլ չեն տա, որ հրադադարի ռեժիմն օգտագործվի Իսրայելի դեմ։ Նա կոչ է արել Լիբանանի իշխանությանը վճռական քայլեր ձեռնարկել Հեզբոլահի դեմ։ Իսրայելի վարչապետն էլ հայտարարել է, որ լիբանանյան շարժման կողմից երկու հիմնական սպառնալիք կա՝ հրթիռները եւ ԱԹՍ-ները։ Մենք լուրջ տեխնոլոգիական ջանքեր ենք գործադրում այդ խնդիրները լուծելու համար։ Արդյունքում պետք է հասնենք Հեզբոլահի զինաթափմանը, շեշտել է Բենյամին Նեթանյահուն։ Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքի նավթավերամշակման գործարանը կրկին ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման։ Օբյեկտում հրդեհ է բռնկվել, հրշեջ ծառայության լրացուցիչ ուժեր են ուղարկվել։ Տեղական իշխանության տվյալով տուժածներ չկան, սակայն անվտանգային նկատառումներով տարհանում է հայտարարվել։ Ապրիլի սկզբին Տուապսեի նավահանգիստը 2 անգամ թիրախավորվել էր, ինչի հետևանքով հրդեհվել էր նավթային տերմինալը։ Կրակը չէր հաջողվում մարել մի քանի օր։ Տեղի ունեցածի ֆոնին նավթային անձրևներ են տեղացել, զգալիորեն վատթարացել է օդի որակը։ Ռուսաստանի հայտնել է, որ գիշերը բացի Կրասնոդարի երկրամասից թիրախում են եղել նաև Աստրախանի, Վոլգոգրադի, Ռոստովի եւ Կուրսկի մարզերը, ինչպես նաև Ղրիմը։ Խոցվել է ուկրաինական 186 անօդաչու թռչող սարք, Բելգորոդում էլ 3 մարդ է զոհվել։ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը եւ թագուհի Կամիլան մեկնել են Միացյալ Նահանգներ, նրանց ընդունել է Դոնալդ Թրամփը։ Սա բրիտանացի միապետի առաջին այցն է Վաշինգտոն 2007 թվականից ի վեր։ Արևմտյան զլմները գրում են, որ Չարլզ III-ի այցը տեղի է ունենում ԱՄՆ Մեծ Բրիտանիա հարաբերություններում լուրջ ճգնաժամի ֆոնին։ Ավելի վաղ Թրամփը BBC-ի հետ զրույցում հույս էր հայտնել, որ թագավորի հետ հանդիպումը կարող է նպաստել երկկողմ հարաբերությունների բարելավմանը։ Թագավորական ընտանիքը Միացյալ Նահանգներում կլինի մինչև ապրիլի 30-ը եւ ի թիվս պաշտոնական հանդիպումների կմասնակցի նախագահի եւ նրա կնոջ Մելանիա Թրամփի կազմակերպած թեյախմությանը։ Ակնկալվում է, որ Չարլզ III-ը ելույթ կունենա կոնգրեսում, ինչից հետո կմեկնի Նյու Յորք մասնակցելու սեպտեմբերի 11-ի իրադարձություններին նվիրված միջոցառմանը։ Վաշինգտոնի դաշնային դատարանը մեղադրանք է առաջադրել Քոուլ Թոմաս Ալենին, որը կասկածվում է Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակելու համար։ Հիշեցնենք, որ ընթրիքին ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նախագահ Դոնալդ Թրամփը եւ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Դատախազությունը ներկայացրել է մի շարք մեղադրանքներ, այդ թվում ԱՄՆ նախագահի դեմ սպանության փորձ, բռնի գործողությունների կատարման ժամանակ հրազենի օգտագործում եւ ծանր հանցագործություն կատարելու նպատակով հրազենի տեղափոխում։ Դատախազ Ջոսլին Բալանտինը հայտարարել է, որ
Վաշինգտոն հասնելու համար հրաձիգը մի քանի նահանգով է անցել։ Ալենի գործով նախնական լսումները տեղի կունենան մայիսի 11-ին։ Նա չի ընդունում իր մեղքը։ Լուրեր են շրջանառվում, որ Քոլ Թոմաս Ալենին սպառնում է ցմահ ազատազրկում։ Դիանա Գասպարյան, Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսարանի տարածքը հանգստյան օրերին մարդաշատ էր։ Առիթը մշակութային եւ գեղարվեստական փառատոններ նվիրված իրանական նոր տարուն։ Այսօր ուշացումով տոնում ենք իրանական Նովրուզը։ Նոր տարին, չնայած տարածաշրջանի պատերազմական իրադարձություններին, ցանկացանք կազմակերպել փառատոնը նաև մարդկանց ցույց տալու համար, որ Իրանում ամեն ինչ ընթանում է բնականոն հունով եւ բնակչությունը սովորական առօրյային է անցել։ Նովրուզը դարձավ ոչ միայն նոր տարվա սկիզբ, այլև կյանքի շարունակականության հաստատում։ Այս անգամ փառատոնի մասնակիցները Գիլան նահանգի Սովմեսարա քաղաքից էին։ Տաղավարներում ներկայացրել էին սեփական ձեռագործ աշխատանքները, գորգերը, քաղցրեղենը եւ տարատեսակ ուտեստներ։ Այս գորգերը մեր կանայք են գործում, յուրահատուկ թելերից, որոնք եւս մեզ մոտ են պատրաստվում։ Նաեւ բերել ենք մեր քաղաքին բնորոշ հագուստներ։ Առաջին անգամ եմ Կապանում։ Ուրախ եմ, որ հարևան երկրում այնպիսի քաղաք կա, որը շատ նման է մեր նահանգին։ Սալամ, mən Saraya Hacızadə հաստամ, az Gilan اومدم շարստան։ Այստեղ փայտից, ծղոտից պատրաստված կենցաղային իրեր են։ Ձեռքի աշխատանքների արհեստանոց ունեմ արդեն 22 տարի։ Մենք միշտ պատրաստ ենք մեր մշակույթը ներկայացնել այլ երկրներին։ Արհեստների եւ սննդի տաղավարներում իրար հերթ չտալով մարդիկ գնում էին սնունդ, քաղցրեղեն, տնտեսական ապրանքներ։ Այս միջոցառումը եւս մեկ անգամ ամրապնդեց հայ-իրանական մշակութային կապերը։ Փետրվար ամսվա համեմատած մի քիչ թանկացումներ կա, դե հաշվի առնելով պատերազմական իրավիճակը մենք էլ գիտենք։ Եվ մի 10 քանի հազարի առել եմ, էլի։ Անցած տարի էլ եմ մասնակցել, գնումներ կատարել, այս երկրորդ անգամն այս տարի։ Գոհ եմ էլի մեր հարևան պետությունն է։ Բավարար է, համեմատած մեր քաղաքին կարելի ասել մատչելի է, շատ։ Եվ նրանց վերաբերմունքը եւ գումարայինը ճիշտ ասած մեր աշխատավարձով շատ բարդ է այստեղ ապրել, բայց իրանց մոտ մեր գումարը պարզ է, մենք հնարավորություն ենք տալիս իրանց եւ միաժամանակ օրվա կեսից հետո հնարավորություն ենք տալիս մեր գրպանի մի քիչ ավելի քան հանգիստ ապրելու։ Ցուցահանդես վաճառքից հետո երեկոն մշակութային էր։ Իրանի ազգային երաժշտության կենթանի կատարումներով հագեցած մթնոլորտը տոնական շունչ էր ստացել։ Աննա Մելքումյան, Տիգրան Թումանյան։ Մարտունու համայնքային ոստիկանների օպերատիվ միջոցառումների արդյունքում Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու հատկանիշներով։ Հետագա միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում դատարանի որոշմամբ ապրիլի 15-ին խուզարկություն կատարվեց Վաղաշեն գյուղի բնակիչ 28-ամյա տղամարդու բնակության վայրում։ Հայտնաբերվեց 1 կիլոգրամ կանեփանման չորացված մանրացված զանգված ու ավելի քան 800 գրամ կանեփի սեր, նաև տարբեր դրամաչափի 11 փամփուշտ։ Ըստ տանտիրոջ փամփուշտները պատկանել են հանգուցյալ հորեղբորը, իսկ զանգվածը պատրաստել է անցած տարի իրենց հողամասում աճած կանեփի թփերից։ Նման մի տեղեկություն էլ ստացել էին Սևանի համայնքային ոստիկանները, ըստ որի Սևան քաղաքի գործարանային փողոցի բնակիչ 32-ամյա տղամարդը տանն աճեցնում է կանեփ ու ապօրինի պահում մարիխուանա։ Ապրիլի 17-ին Սևանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Զննության ընթացքում տանտերն իրավապահներին ներկայացրեց ընդհանուր մոտ 12 գրամ դեղնականաչավուն զանգված եւ մոտ 48 գրամ կանեփի սեր։ Հիմնավորվեց նաև կանեփ աճեցնելու վարկածը։ Ննջասենյակում դրված պահարանը կահավորված էր հատուկ լուսավորությամբ, ջերմաչափով ու նկարահանող սարքով, որտեղ տանտերը տարաներում աճեցնում էր կանեփի 4 թուփ։ Հայտնաբերվեցին նաև էլեկտրական գշերք, փայլաթիթեղներ, թափանցիկ հեղուկով 6 տարա, 2 ներարկիչ։ Ըստ տանտիրոջ այս ամենը թմրամիջոց պատրաստելու, իսկ թմրանյութը անձամբ օգտագործելու համար էր։ Երկու դեպքով էլ նախաքննությունը շարունակվում է։